Ես դրա մասին արտահայտել եմ կարծիքս եւ չեմ կարծում փոխելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Այո, նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Այո, նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետքա չլինի եւ ասեմ ինչու։ Որովհետեւ անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Եվ թե ինչ նկատի ունեմ, հիմա շատ չմանրամասնեմ, նախորդիվ անկախության հռչակագրի օրվա նվիրված իմ ուղերձներում ես իմ դիրքորոշում մանրամասն արտահայտել եմ։ Հիմա անդրադառնալով այն հարցին, թե ինչ եմ ասում, որ օրինակ եկեղեցին ստանձնել է Կտրիչ Ներսիսյանը եւ իր խումբը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը շատ պարզ բացատրություն ունի։ Ես գնում եմ պատարակների եւ տեսնում եմ, որ պատարակի ժամանակ, օրինակ, ընդ որում պատարակի տեքստում այդպիսի բան չկա, ասենք պատարակի տեքստից շեղվում են եւ ասում են, հղում են անում Արցախի հանրապետություն եւ այլն, շատ լավ հասկացա։ Եկեք բոլորս սկսենք ենթադրենք հղում ենք անում Արցախի հանրապետություն, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Նա նաև հաստատել է, որ ինքն է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի արդեն նախկին տնօրենին հրահանգել աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ նա ԱՄՆ փոխնախագահին եւ նրա կնոջը պատմել է Արցախյան հիմնահարցի մասին եւ նվիրել այդ թեմայով գիրք։ Երբ որ երկրի վարչապետը ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել ինչ է նշանակում։ Այս երկրում քանի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ Ինչի լուծարում։ Ով ասել ձեզ, ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականություն վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Եվ ով որ Հայաստանի այն պետական պաշտոնյան, ով որ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից։ Թեհրանում առավոտից պայթյունների ձայներ են լսվում։ Իսրայելի թիրախում են մայրաքաղաքում ու երկրի մյուս բնակավայրերում գտնվող Հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական համալիրներն ու ավիացիոն բազաները։ Իրան համբարե գուրստան է, արեզուհայ Իրանի արտգործ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է. «Մեջբերում, ես հասկանում եմ, որ դուք անհանգստանում եք նավթի գնի համար, բայց մեր ժողովուրդը կոտորվում է»։ Այս կերպ խոսնակը կարծես ակնարկել է ՄԱԿ-ի բուռն որոշումներին Իրանին ավելի շատ ճնշելու համար։ دنیا سایر کشورها که Իրանը մերժել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդը հակաիրանական բանաձևը անվանել է ծանր անարդարություն եւ հայտարարել, որ Թեհրանը չի ճանաչում այդ փաստաթուղթը։ Նա նշել է, որ չնայած այսօր թիրախը Իրանն է, վաղը ցանկացած այլ անկախ պետություն կարող է թիրախ դառնալ։ Ժամեր առաջ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հավանություն էր տվել բանաձևին, որով կոչ է արվում Իրանին դադարեցնել հարձակումներն արաբական երկրների դեմ։ Փոխարենը մերժել Ռուսաստանի առաջարկած բանաձևը, որը դատապարտում է խաղաղ բնակչության թիրախավորումը եւ ներառում հակամարտության մասնակից բոլոր երկրներին։ Ռուսաստանի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը Մայամիում հանդիպել է Թրամփի վարչակազմի անդամներին։ Նրա խոսքով շատ երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները, սկսել են ավելի լավ հասկանալ ռուսական նավթի եւ գազի կարևոր դերը համաշխարհային տնտեսական շուկայում։ Դմիտրիևը կարևորել է Միացյալ Նահանգների Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու առաջարկը։ Ըստ նրա, դրանք անարդյունավետ էին եւ կործանարար։ Հանդիպման գլխավոր թեման ռուսական նավթն է եղել։ Անդրադարձել են արդյոք ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը Դմիտրիևը չի նշել։ Մերձավոր Արևելքի նավթի մատակարարման ճգնաժամը դեռ օրեր առաջ ստիպել էր Մերձավոր Արևելքի երկրներին դիտարկել այլընտրանքային տարբերակներ մատակարարումն ապահովելու նպատակով։ Պատերազմի հաջորդ օրը Թեհրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցը փակելու մասին, որով տեղափոխվում է համաշխարհային նավթի մոտ 20%-ը, ինչը հանգեցրել է վառելիքի գների զգալի աճի ամբողջ աշխարհում։ Այս ֆոնին ԱՄՆ-ն ժամանակավորապես թույլատրել է Հնդկաստանին գնել պահեստավորված ռուսական նավթ։ Վաշինգտոնը նաև ակնարկել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր վերացման կամ շուկայական անկայունության պայմաններում դրանց մեղմացման մասին։ Իր ուղևորությունից կարճ ժամանակ առաջ Դմիտրիևը սոցիալական ցանցերում հայտարարել էր, որ նպատակ ունեն քննարկելու նաև այս հարցը։
Ya está preparado todo mi equipo. Իսպանիան չի վախենում դիմակայել ԱՄՆ-ին եւ Մադրիդի հետ առևտրային կապերը խզելու նրա սպառնալիքից։ Պոլիտիկոյին ասել է Իսպանիայի փոխվարչապետ Յոլանդա Դիասը։ Իսպանիան արգելել է պետության տարածքում գտնվող Ռոտա եւ Մորոն համատեղ ռազմականների օգտագործումն Իրանի դեմ գործողությունների համար։ Սրա պատճառով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր թագավորությանը տնտեսական միջոցներով, այդ թվում առևտրային հարաբերությունների հնարավոր խզմամբ։ Թրամփը լրագրողներին նաև հայտնել էր, որ Իսպանիան իր խոսքով շատ վատ է վարվում դաշինքի հետ եւ չի ցանկանում վճարել իր հասանելիք մասնաբաժինը։ And of course, Hungarian Prime Minister, he helps. You think he's an ally? Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին մեղադրել է Ռուսաստանի կողմն անցնելու եւ Ուկրաինային հատկացվող օգնությանը խոչընդոտելու համար։ Ըստ Զելենսկու Օրբանն անձամբ արգելափակում է Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեցող ամեն ինչ՝ ֆինանսական միջոցները, զենքի մատակարարումը եւ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Ուկրաինայի ղեկավարը նաեւ պնդել է, որ Հունգարիայի վարչապետը տարածում է ռուսական քարոզչական թեզերը։ Զելենսկին նշել է, որ միակ բանը, որ Օրբանը չի անում, հրթիռներով ու անօթաչուներով Ուկրաինայի վրա հարձակվելն ու սեփական զինվորներին ռազմաճակատ ուղարկելն է։ Mr. Trump has taught me his courage. You know, we never back down from a fight. Մերձավոր արևելքում ընթանում է պատերազմ, նավթի գները գրանցում են ռեկորդային բարձր արժեք, բայց այս ամենը կարծես այնքան էլ չի անհանգստացնում պատերազմի գլխավոր մասնակիցներից մեկին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարել է բլոգեր դերասան Ջեք Փոլի հետ։ Նա նախ թույլ է տվել Փոլին ելույթ ունենալ ԱՄՆ նախագահի ամբիոնից, ապա հյուրընկալել իր սենյակում։ Տեսանյութը ակտիվորեն սկսել է տարածվել համացանցում։ Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի շուկաներից մեկում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել, որն արագորեն տարածվել է հարակից ետնախորշերի ուղղությամբ։ Դեպքի վար ժամանած փրկարարներին հաջողվել է մարել կրակը մի քանի ժամ տևած պայքարից հետո։ Հնդկաստանի Հրշեջ ծառայության փոխանցմամբ աղետի հետևանքով մոխրի է վերածվել 300-ից 400 կացարան։ Բազմաթիվ ընտանիքներ զրկվել են տանիքից եւ ապրուստի միջոցից։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի առաջացման պատճառը դեռ պարզ չէ։